Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն, ստեղծելով քաոս, Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, իսկ մենք հասկանում ենք, որ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենաքիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Ինչ-որ շրջանակներ փորձում են տենց ապատեղեկություններ տարածել, թե իբր Ադրբեջանի փոխվարչապետը եկել է, որպեսզի քննարկեն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Ինչ ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, ինչ են գատ բան կային, որ ասում դա что ж ты такое несешь։ Փաշինյանին հարցրել են նաև Հայաստան 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, խոսքը նախկին հայաստանաբնակ ադրբեջանցիներին է վերաբերում։ Դա էժան քաղաքական շահարկում է, մենք նման հարց երբեք չենք քննարկել, նշել է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետի այսի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է եւ ես հստակ պատասխանեցի ձեր հարցին, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման ակտիվ շրջանառում է Սամվել Կարապետյանը։ Ապրիլի 29-ին նա լրագրողների հարցերին է պատասխանել ու նորից այդ թեման պնդել։